Ողջույն սիրելի ակնդիրներ, եթերում 5-շաբթին է, այսօր ես հյուրընկալել եմ Ազգային ժողովի Հայաստան խմբակցության պատգամավոր Գեհամ Մանուկյանին։ Բարև ձեզ, Մանուկյան, շնորհակալ եմ հրավերն ընդունելու համար։ Պարոն Մանուկյան, ինձ առաջերտին հետաքրքրում է հետևյալ հարցը. ինչու են իշխանությունները, այսպես ասեմ, ընդհանուր նրա տարբեր թևերով, իր տարբեր թևերով շատ ջղագրգիռ են դարձել վերջին շրջանում։ Դա սկսվեց թերևս կարելի ասել Գյումրիի հատկապես ընտրություններից հետո եւ ապա շարունակվեց վերջին օրերին նաեւ ազգային ժողովում օրերս տեղի ունեցած այդ ոչ պարլամենտական աշխատանքին հարիր այդ իրադարձությունները ինչով է այս ամենը պայմանավորված հատուկ օրեր են հիմա ինչ որ կերպ իշխանությունները կանգնել են, չգիտես, անելանելի վիճակի առաջ, ինչ է տեղի ունեցել։ Նախ օրվա խորհրդի հետ կապված թերևս հարցազրույցի ընթացքում առիթ ունենք այդ մասին խոսելու։ Գալով ձեր հարցին մի քանի շերտ ունի։ Նախ երբ որ մարդ չի հավատում այն ամենին, ինչ որ ասում է, իր զենքը դառնում է միայն ջղագրգռությունը, միայն ցինիկությունը, միայն հայոյանքը եւ իրականում անհնար է որ իշխանության մաս կազմողները խորհրդարանի падգամավորների մեծ մասը նաեւ տարբեր շրջանակներ իշխանության հարող չանդրադառնան որ իրենք այսօր գործ ունեն անհավասարակշիռ ամենածայրահեղ ցնդաբանությունները դուրս տվող մի ղեկավարի հետ եւ արտավորված է լինում դա ցուցակի պես կրկնել են ինչ որ ինքը ասում է եւ արդյունքում քանի որ հավատքով նաեւ շատ հաճախ չի սրտից բխած շատ հաճախ չի դառնում են դյուրագրգիռ նույն օրերս Նիկոլ Փաշինյանի հերթական խայտարակ ձևակերպումը որ Արցախյան հարցը Ղարաբաղյան շարժումը անկախության հետ հակադրելու եւ Հայաստանը անկախությունը պայմանավորվում է միայն Ղարաբաղյան հարցի լուծմամբ որ ուղղակի խելագարության տեսություն է բայց այն падգամավորներն որ պարտավորված են լինում դա արդարացնել, դա կրկնել, չունենալով համոզմունք, փաստարկներ չունենալով ստիպած խոսքը ոճը ամեն ինչը տեղափոխում են այլ հարթություն։ Երկրորդը բնականաբար վերջին տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների եւ Փարաքյար եւ Գյումրի ուղղակի իշխանության համար կարմիր լույս էին, որովհետեւ ամբողջ պետական ռեսուրսը լցնես, ամբողջ վարչական ռեսուրսը լցնես, Հայաստանի ամբողջ պետական համակարգը 1.5-2 ամիս երթուղին սարքել էր Երևան, Փարաքյար, Երևան, Գյումրի, ֆինանսական ներհոսքեր, հազարում տեսակ խոստումներ ու երկու տեղն էլ պարտվել վարչապետ տանել Գյումրի։ Հա, խորհրդանշական է, որ վերջին հանրահավաքին Նիկոլ Փաշինյանը ռիսկ չարեց գնալ արդեն հասկանալով ստեղծված իրավիճակը։ Սա է։ Բնականաբար հետադարձ կապը, որը կա հասարակության եւ իշխանությունների միջև ցույց է տալիս այն ուղղակի ատելությունը, որ հասարակության կողմից կա։ Եվ ահա հեղափոխական մի իրավիճակ է։ Այսօր չկա օր, երբ որ հանրության ինչ որ շրջանակ, ինչ որ հարցում բողոքի ձայն չբարձրացնի։ Հայտարարագիր, տրանսպորտ, մանր միջին առևտրականներ, շահութահարկ, շրջանառության հարկ, գույքահարկ, հարկային դաշտ բերել հաշվապահներին, փաստաբաններին, այնքան շատ են խնդիրները, որ այդ խնդիրների մեջ իշխանությունը խճճվում է, այսինքն ինքը չի կարող ամեն օր խոստումներ տա, ամեն օր փող ներարկի, առանց այն էլ այդ փողը պետական բյուջեում չկա։ Եվ վերջապես իշխանությունը մեծագույն խնդրի առաջ է։ 21 թվականին խաղաղություն խոստացող իշխանությունը այսօր չի բերել այդ խաղաղությունը, 21 թվականի խաղաղության խոստացող իշխանությունը այսօր անկյուն հրված Ադրբեջանի կողմից իր պատճառով, իր խելքով անկյուն հրված նորանոր նախապայմաններ է ստանում Ադրբեջանի կողմից եւ անել վիճակի մեջ է իրեն զգում։ Մինչև այդ նախապայմանների մասին մենք իհարկե կխոսենք, բայց տեսեք, իշխանություններին հանդիս չեն տալիս նաև Հայաստանում գտնվող արցախահայերը։
որոնք իրենց ամեն մի փոքրիկ, ասենք, գործողությամբ, իրենց ամեն փոքրիկ ելույթով կամ, չգիտես, հայտարարության պատճառով անմիջապես հայտնվում են թիրախում եւ ամբողջ էլի իշխանական ապարատով լցվում են նաեւ նրանց գոյությունը այստեղ Հայաստանում, անգամ գոյությունը Հայաստանում, չգիտես, երևի արգելելու կամ փակելու կամ չտեսնելու տալու այդ արշավներին։ Օրերս Ավետյադ լեռը ֆիլմի պրեմիերային էի, հարցազրույցի ընթացքում լրագրողը հարցրեց, թե երբևէ վերջին 100 տարվա մեջ Հայաստանում եղել է արդյոք այս իշխանության նման իշխանություն, ասեցի եղել է։ Եվ գիտեք, որ ժամանակահատվածն է 20 թվականի խորհրդայնացումից հետո այդ Ավիս Նուրիջանյանների իշխանությունը, այդ կաշվե բաճկոններ հագած կարմիր գլխաշոր կապած աղջիկներն ու կաշվե բաճկոններով երիտասարդ բոլշևիկները, որոնք ուղղակի տերոր էին ենթարկում սեփական ժողովրդին, ու խոսքից մեջ ասեցի, իդեպ հատկանշական է, որ հատկապես շատ վայրենություններ նրանք անում էին Արագածի Փեշեր, Թալինի Արագածոտնի այդ հատվածում, որտեղ նոր 15 թվականից հետո հաստատված գաղթականություններ, Սասունի հայություններ, Մուշի հայություններ եւ այն ատելությունը, թշնամանքը, որ ունեցել են նրանց նկատմամբ, ամբողջությամբ տեղավորվում են նույն այս տրամաբանության մեջ։ Այնինչ կա արցախցիների դեմ, Այնինչ կա կուտակված։ արցախցիների դեմ, որը համակարգված բնույթ է կրում։ Դա 1-2 անհատի չի եւ առաջին օրը չի, տեսեք տևական ժամանակ, տարիներ շարունակ Փաշինյանի հիմնական թեզերից մեկը, բա այսքան միլիարդ դրամ մենք տալիս ենք Արցախին։ Նախ ցավոք սրտի այսօրվա ջերմուկի օկուպացիա, ջերմուկի շրջանների մի մասի օկուպացիան, Գեղարքունիք, Սևլիչ, Ներքին Հանդ, այս օկուպացիան Գորիսկապան ճանապարհ գինն էր այդ ամենի, որովհետև Արցախի հանրապետությունն էր Հայաստանի հանրապետության ամբողջ այդ սահմանի անվտանգության բարձիկն ու երաշխավորը։ Եվ այդ մանիպուլյացիան, որ կար այդքան միլիարդ դրամ էր, չեմ ուզում մանր թվային հաշվարկի մեջ, բայց պետք է նկատի ունենանք, որ այն հարկային մաքսային ամբողջ մուտքերը, որը պետք է լիներ Արցախում, այդ ամբողջ Հայաստանի Հանրապետության բյուջեն էր եւ գրեթե հավասարվում էր։ Այսօր նույն հացահատիկի պաշարների սահմանափակումը, չափականակի փոփոխությունը ներկրման էլի Արցախն էր գինը, բայց այդ օրերից սկսվեց այս ատելությունը։ Պատահական չի, փոքր դետալներ են, որոնք իրենց վնասարարությամբ ահավոր հետքեր են թողել։ Հոկտեմբեր 8 20 թվական պատերազմի ամենաթեժ օրեր Նիկոլ Փաշինյանի գրառումը, ԱԱԾ ստիպած հաղորդագրությունը, մի մթնոլորտ թշնամություն ներքին արցախցի մեկը իբր ասել այս հողերը ծախված են, իմաստ չկա կռվելու ձերբակալությունը, մինչև հիմա 25 թիվն եք ասել, 5 տարի է անցել, ԱԱԾ-ին մինչև հիմա ասում եմ, ինչ եղավ այդ գործը։ Ջուրը բերաներն առաջ չեն կարողանում պատասխանել, որտեղ թիրախավորվել էր արցախցին։ Եվ մենք լրիվ ուրիշ մակարդակ ենք, հարգելի պարոն Անդրեասյան։ Մեզ թվում է, չեմ ուզում ստորադասեմ, էլի մեր բոլոր հայրենակիցները հավասար են, իմ համար թանկ են, բայց կրթական թեզը, նաև ինֆորմացիայի աղբյուրները ամեն մեկի մոտ տարբեր է։ Մենք մեր արշինով եթե չափում ենք, լրիվ ուրիշ աշխարհի մեջ ենք։ Տեսեք, Հայաստանում գործում է կայք, YouTube-յան ալիք, որտեղ վերնագիր է եղել, հնդկական զենքը հասավ Հայաստան, Ալիևի տունը ռմբակոծվել է։ 400 քանի հազար դիտում ունի։ Պատկերացնեք ինֆորմացիոն տերորը։ Եվ մենք չենք էլ անդրադառնում, որ այդ տերորիստական տարբեր լրատվական աղբյուրներով մեր հասարակությանը ինչ ահավոր բաներ են ներարկում։ Մենք, չգիտեմ, դուք մի հատ հայտնի պորնո դերասանից սկսած մինչև 1000 տեսակ պրոադրբեջանական քարոզություն իրականացած Ռոման Բաղդասարյան կա։ Չեք հետևում, չէ՞ վստահաբար։ Ես չեմ հետևում։ Ես էլ չեմ հետևում, բայց երբեմն աչքովս զարնում է
այն հակաարցախյան ատելությունը, տրամադրությունը, որ ինքը սերմանում է հետևողական ու տարիներ շարունակ, այսօր էլ իշխանության այսպես սիրելին է Աննա Հակոբյանի հետ մեկ կրթվում է, մեկ չգիտեմ, այստեղ հայտնվում, մեկ հայտնվում է 21 թվականին ՔՊ-ի նախընտրական շտաբում ձայների հաշվարկի ժամանակ, ահռելի է տերորիստական արշավ է, որ արցախայության դեմ գնում է եւ նաեւ բամբասանքով, զրույցով, բանով, երբ որ ու գումարած դրան նաեւ իշխանությանը ծառայող որոշ արցախցիներ, որոնք այս օրերին շատ ագրեսիվ են, շատ ակտիվ են, տեղավորվում են այդ նույն քարոզչության մեջ։ Դուք նշեցիք, որ 21 թվականից խաղաղության մասին խոսող, խաղաղության պայմանագրից խոսող իշխանությունը այսօր չի ստացել ոչինչ, ըստ էության պատերազմական վիճակ է, եւ հակառակորդն էլ կարծես նորանոր պահանջներ դնելով ցույց է տալիս, որ ինքը չի պատրաստվում խաղաղության պայմանագիր կնքել այս իշխանությունների հետ։ Փաշինյանը առաջիկայում հավանաբար կայցելի Մոսկվա, այնտեղ կլինի նաև Ալիևը, կա հնարավորություն, որ ասենք այնպիսի տարբերակ, որ Ռուսաստանի Դաշնության նախագահ, ասենք, փորձի, ինչպես պատերազմի ժամանակ փորձում էր կանգնեցնել պատերազմը, այս դեպքում էլ փորձի այնուամենայնիվ այդ թուղթը ստորագրելու տրամադրի կողմերին։ Իրականում երկու կողմերն էլ վերջին ամիսների կամ տարիների այս բանակցությունների ձևաչափում կողմ չեն եղել, որ երրորդ որևէ երկիր սրա այս ձևաչափին մասնակցի։ Եվ մեր քննադատություններից մեկը հենց դա էր, որ նման երկարատև հակամարտության կոնֆլիկտից հետո համաձայնության գոյացման մեջ անհնար է առանց երրորդ կողմի, երրորդ կողմերի, միջնորդների գոյացնել համաձայնություն։ Մի քիչ մանրակրկիտ ավելի ասեմ, այս փաստաթուղթը, որը իբր Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնեցրել են, երբ որ մենք պատգամավորների հնարավորություն ունեցանք ծանոթանալու, ի սկզբանե նախագծի մեջ կար մի դրույթ, թե վիճելի հարցերը ի վերջո ոնց են քննարկվելու, եւ այնտեղ դերակատարություն էր տրված նաեւ ՄԱԿ-ի ներկայացուցիչին, բայց փուլ սա հանվեց, Ադրբեջանին ձեռ չէր տալիս դա, եւ իրականում նույն 22 թվականի Պրահայի ժամանակ ինչի էր Ալիևը գնում Եվրամիություն Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպում, որտեղ այդ ժամանակ տեսնում է, որ Եվրամիությունով Հայաստանի վրա ճնշում հնարավոր է։ Նիկոլի գլխի տակ փափուկ բարձ դնելով ինչ-որ խոստումներով ստորագրեր տվեցին Արցախից ուրացման Պրահայի հայտարարությունը։ 1-2 Ալիևն ասաց, եթե կարիքը չունեմ։ Եվ այդ վայրիվերումները, որ կային բանակցայում, մեկ Մոսկվայում են բանակցում, մեկ Վաշինգտոնում, Վաշինգտոնից հետո Բրյուսել, երբ որ Ալիևը ստացավ իր կարևորագույն բարաթը Նիկոլ Փաշինյանի ձեռքից Արցախի ուրացման, դրանից հետո ինքը կարիք չուներ, դրա համար դեմ դիմաց նստեցրեց Հայաստանին մենակ եւ կարողացավ ճնշում գործադրել։ Այս փաստաթղթի բոլոր Հայաստանի կողմից առաջադրված հարցերից հրաժարում, մինչև հիմա նորանոր պահանջներ, Մինսկի խումբ, դրանից հետո սահմանադրության փոփոխություն եւ այս առումով դժվար է ակնկալել, որ Մոսկվայում ինչ որ շրջադարձային բան կարող է տեղի ունենալ։ Եվ վերջապես մինչև վերջ, քանի այս իշխանությունն է, քանի զիջման պատրաստ իշխանություն է, քանի այսպես կոչեմ, դա խաղաղություն չի, հերթական զիջումներով մի թղթի կտոր ստանալու համար մուրացող իշխանությունը Ալիևը շարունակելու է նորանոր պահանջներ դնել։ Եվ արդեն դնում է, Փաշինյանը հայտարարեց եւ ճանապարհի մասին, որ տալու ենք, եւ սահմանադրությունից անկախության հռչակագրին հղումները փոփոխելու կամ ուղղակի հեռացնելու եւ էլի բոլոր մյուս պահանջները, որոնք կատարելով հերթով եկել են, եւ այդ պահանջների մեջ շատ ավելի, այսպես ցցուն է, հատկապես եթե չասենք էլ դա Ալիևի պահանջն է, որովհետեւ նաեւ ավելի շատ Թուրքիայից, որովհետեւ երկու ճակատով են աշխատում, նաեւ ցեղասպանության ուրացումը, որի առաջին փորձը արդեն Փաշինյանը ունեցավ, եւ հիմա էլ կարծես նորից դատելով իշխանությունների վերջին շրջանի պահվածներից, կարծես պատրաստ են նաև դրան։ Օրինակ նրանք օրինագիծ ընդդիմության, որ
վերանայեն եւ քրեականացնեն համապատասխան օրենքը ցեղասպանություն ուրացողների համար Հայաստանում նաեւ դա շատ այսպես զայրացրեց կամ ավելի ափերից դուրս եկան ուղղակի։ Ջղագրգիռ դարձան, որովհետև հասկանում են, թե դրա տակ նաև ինչ վտանգ կա իրենց իշխանության եւ իրենց քաղաքականության, շտապեցին հայտարարել, որ ցեղասպանության ուրացումը Հայաստանում Այդ թե քրեական կարելի է սա նաեւ կապենք հայաքվեի հետ, ի վերջո այնտեղ կային նյուանսներ։ Այո, նաև հայաքվեի ժամանակ իրենք հրաժարվեցին, բայց հիմա շտապեցին հայտարարել, բայց գիտեք, Հայաստանում ցեղասպանության ուրացման քրեականացված հոդված կա։ Այո, հոդվածը կա եւ այս առաջարկությունը, որը ընդդիմության կողմից եկել է, բարեփոխման առաջարկություն է։ Կոնկրետ տվյալ դեպքում ցեղասպանության ուրացման քրեականացման համար է, որովհետև գործող օրենսդրության մեջ քրեական օրենսգրքում այլ պատճառներով ցեղասպանության ժխտման հարցն է։ Իսկ այստեղ կոնկրետ հստակեցում է հայոց ցեղասպանությունը։ Բայց իրականում այս իշխանությունը արդեն մի քանի տարի է, որ այսպես ասեմ, ինքը իրեն հետ է դրել ցեղասպանության միջազգային ճանաչման քաղաքականացումից եւ տարիներ շարունակ է դա։ Մենք եթե հիշենք նախորդ տարիներին հայոց ցեղասպանության հիշատակման այսօրը ինչ կատարվեց 19 թվին գիշեր ողջ մարդկանց անուններ հայտնվեցին քիչ-քիչ ցեղասպանության ոգեկոչման այդ քաղաքականացված օրը ապրիլ 24-ը վերածվեց գրական գեղարվեստական երեկոյի հաջորդ տարի համավարակ ամբողջ այդ գլոբալ հայոց ցեղասպանության հիշատակման սրբադասված զոհերի հիշատակման արարողությունը վերածվեց ինչ որ մի պապիկի այսպես ասեմ ոդիսական կինոյի, որ կինո նկարեցին եւ տարի գումարած դրան պետք է հիշենք, որ Հայաստանի Հանրապետությունը եղել նախաձեռնողներից մեկը, նախաձեռնողը ցեղասպանության կանխարգելման միջազգային կոնվենցիայում բարեփոխման եւ ամեն տարի Հայաստանի արտգործնախարարության նախաձեռնությամբ միջազգային ֆորում էր ցեղասպանության նվիրված վերջին 2 տարիներին այլևս այդ ֆորումներում հայոց ցեղասպանության հարց չի քննարկում գլոբալ ցեղասպանության կանխարգելման խնդրեմ է քննարկվում այդ նույն 2 տարի առաջ Նիկոլ Փաշինյանի հայտնի ելույթը կա որտեղ այսպես ինքը հավասարության նշան է դնում Թուրքիայում հայես մեղադրանքի եւ Հայաստանում թուրքես մեղադրանքի միջև այնինչ Թուրքիայում դա պետական քաղաքական մակարդակի մեղադրանք է եւ խոսույթ է որ կա եւ Հայաստանի Հանրապետությունում դա շատ ավելի ժողովրդական խոսույթ էր բայց տարիից տարի այդ ուրացումը շարունակվում է եւ երբ որ 22 թվականին Թուրքիայի հետ սկսեցին Ռուբինյան քլիչը հայտնի շփումները շտապեցին հայտարարել առանց նախապայմանների, ասում եք նախապայմանները դուք կատարում եք Արցախի հարցներ, ցեղասպանության միջազգային ճանաչման հարցներ եւ այսօր եկել հասել են, որ շատ հրապարակային Հայաստանի պաշտոնյաները առանց թաքցնելու ասում են, որ դա առաջնային հարց չի, քաղաքական հարց չի եւ Օվերտոնի պատուհանը բացված է եւ Օվերտոնի պատուհանի սիստեմով էլ գնում եւ պատահական չէ երեկվա ջայերով երթին հակառակ եղանակային պայմաններին մեր տասնյակ հազարավոր հայրենակիցների ներկայությունը դա խորհրդանշական է քաղաքական ակտ էր ընդդեմ իշխանության ժխտողականության ընդդեմ իշխանության ուրացման եւ նաեւ միջազգային հանրությանը ցույց տալու որ կառավարությունում նստած այդ մարդը չի արտահայտում հայ ժողովրդի ցանկությունները հայ ժողովրդի քաղաքական պահանջները հայ ժողովրդի միտքը Եվ միջազգային հանրության մասին շատ երկրներ հայոց ցեղասպանություն դատապարտելուց բացի նաև Ֆրանսիան կոնկրետ օրինակով դատապարտում է եւ քրեականացնում է նաև հայոց ցեղասպանությունը ժխտելու փորձերը։ Այս դեպքում այս երկրները, որոնք ճանաչել են հայոց ցեղասպանությունը, հետեւաբար նաև ընդունել են, որ արևմտահայությունը ունի դեռ իրավունքներ, որոնք պաշտպանված չեն, որոնք պետք է պաշտպանվել հենց միջազգային հանրության կողմից, այս պայմաններում Հայաստանից ինչ ուղերձներ են գնում այդ երկրներին։ Հայաստանի իրականում շատ դժվար է այդ մարդկանց զգացումը ապրելը։ Այն բոլոր
վաստակավոր տարիներով հիմա շատերը հանգուցյալ են ոտ 1 տարի առաջ այդպես հոգին ավանդեց 1987 թվականին Եվրախորհրդարանում ցեղասպանության առաջին դատապարտող բանաձևի հեղինակներից մեկը Հայաստանը կամավոր ձեռքից տալիս է մի հսկայական գործիք, մի հսկայական զենք մեր դիվանագիտության, որովհետև պետք է նկատի ունենք այն բոլոր երկրները, որոնք խորհրդարանները տարբեր մակարդակներով ճանաչել, դատապարտել, օրենքի ուժ են տվել հայոց ցեղասպանությանը, բնականաբար ունեն ջերմ հարաբերություններ Հայաստանի հետ։ Եվ փոխանակ այդ հարաբերությունները սերտացնելու դու ամբողջությամբ հրաժարվում ես այդ ջերմության հիմնական կապերից մեկին այդ երկրների կողմից մեր ժողովրդի ողբերգությունը ընկալելը, ցավելը, մեր հետ այդ ցավը ապրելը, որոնցից շատերի ղեկավարները 2015 թվականին հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ժամանել էին Երևան։ Եվ վերջապես դու ամբողջությամբ տրվելով Թուրքիային, թուրքական նախապայմանին, դու անգնահատելի, դու որ ասում եմ ցավոք սրտի հիմա աթոռին դրանք են նստած, դա աստված շուտ ավարտվի այդ ամեն ինչը։ Նաև Թուրքիային անհավատալի մի նվեր են տալիս։ Անհավատալի նվեր, որովհետև ժամանակին 2005 թվականին Թուրքիայի խոշորագույն վերլուծաբաններից մեկը միշտ հիշում եմ այս արտահայտությունը Մեհմեդ Ալի Բիրանդը հայոց ցեղասպանության միջազգայնացման այդ արշավի մեջ վերնագրել էր իր վերլուծությունը հայկական ցունամի ու ասում էր, որ մենք չենք կարողանում դիմագրավել հայկական ցունամիին։ Այդ ցունամի էֆեկտ առաջացնելու ներուժ ունեցող երկրի իշխանությունը այսօր ձեռքերը վեր պարզած այսպես ասեմ մուրացողի դեմքով գնում է Անտալիայի համաժողով, որտեղ Ադրբեջանից ներկայանում է Արևմտյան Ադրբեջանի իբր թե ներկայացուցիչ падգամավոր եւ հանդուրժում է նրա ներկայությունը, նրա ելույթը, հանդուրժում է Թուրքիայի էլի կրկնվող նախապայմանները, երբ որ արտգործնախարարը հիշատակում է Ադրբեջանի արտգործնախարարին Ադրբեջանի պահանջը, որ սահմանադրությունը պետք է փոխվի։ Հայաստանի վերանկախության առաջին տարիներին մենք ուղղակի ցնծության մեջ էինք, մեր սերունդը դիցուկ, որ 60-ականներից արդեն ցեղասպանության հուշահամալիր եւ այլն այս ամենից հետո արդեն ցեղասպանության մասին բաց խոսելուց հետո մտածում ենք, որ անկախ Հայաստանը արդեն պետք է դառնա հայոց ցեղասպանությունը ճանաչելու շոկեքարշը ամբողջ աշխարհում։ Այսօր հասանք 2018 թվականին, իհարկե որոշակի մի շրջանում Հայաստանն իրոք է դերակատարություն ուներ, բայց ահա հասանք մի հանգրվանի, որտեղ մենք նույնիսկ վերջից էլ չենք փորձում։ Երկուսս համար էլ է թեմայը շատ դժվար է խոսել, որովհետև մենք մի շրջանում ենք ապրել, երբ որ այս ամեն ինչը այնքան թանկ էր, այնքան մեր մեջ էր, նույն համալսարանական մեր շրջանակում հիմա մեկ-մեկ ասում ես Երանի օրինակ Լենդրուշ Խուրսուդյանին, Հրաչիկ Սիմոնյանին, Մելիք Բախշյանին, օրերս մահացավ պրոֆեսոր Դիլոյանի տղան Միշան Դիլոյանին, մյուսներին, Երանի որ Լևոն Ներսիսյանը չկա, ու լիքը մարդ, մեր ամբողջ համալսարանական են պլեյադան, են մեր դասախոսները, որոնք այդ ամեն ինչը մեր մեջ դրել է ու խենթանում ես հիմա, խենթանում ես նայելով Գիտությունների ազգային ակադեմիան, կոպիկի գրոշի արժեք չունեն այդ կոչումները այդ մարդկանց ակադեմիկ, թղթակից անդամ, չգիտեմ, պրոֆեսոր, դոկտոր, գիտությունների դոկտոր, զերո արժեք ունեն։ Նայում ես գրողնության շենքին, այդ շենքից մի քանի հատիկ մարդ է մնա, մարդ։ Նայում ես, այսինքն ասում ես Աստված իմ, ուր էինք, ուր գահավիժեցինք։ Իրականում անցնող 30 տարին այո եղել է Լևոն Տեր-Պետրոսյանի շրջան, որի ժամանակ եղել է քաղաքական կռիվ դաշնակցության եւ ՀՀՇ-ի, երբ որ Լևոն Տեր-Պետրոսյանի եւ ՀՀՇ-ի համար հայոց ցեղասպանության հարցը, միջազգայնացման հարցը քաղաքական առաջնահերթություն չէ, բայց դրանով հանդերձ չի եղել Հայաստանում 30 տարի որևէ իշխանություն, որ հրապարակային թուրքական պահանջները կատարի, ընդունի, հրաժարվի, ուրանա, ի տարբերություն այս իշխանության, որ այլևս
այդ մի քանի օր առաջ որ ասում եմ պրեմիերա Ավետյաց լերը Արարատի մասին էր։ Այո։ Եվ այդ տրանսֆորմացիան Արարատը խորհրդային Հայաստանը, բոլշևիկյան Հայաստանը 22 թվին զինանշաննու վրա Արարատն է դնում։ Իհարկե եթե սրանք ասեն, բա այն ժամանակ սովետական միության տարածքային պահանջները, որը հակասում է Նիկոլի թեզին, որն ասում է, գիտեք, Աթաթուրքի հետ, քանի որ Լենինն ու Ստալինը ախտերություն են անում, ցեղասպանության հարց չէին թողնում։ Բայց Արարատ լերը Հայաստանի սովետական սոցիալիստական հանրապետությունը իր զինանշանն է սարքել։ Այդ ամբողջ վերիվարումներով գաս այսօր մեկ էլ այդքան մանկուրտի, չգիտես ոնց ասես, չգիտես ոնց ասես, այդքան որևէ ձև ուղիղի մեջ չտեղավոր արագ չգիտեմ 20-21 թվի բոլշևիկներ, այդ բոլշևիկներից այն կողմ հայ Վերջապես ժողովուրդը իրական Հայաստան ցնորքը էս ի՞նչ է նշանակում։ օրերս ազգային ժողովում շատ հանգամանալից ելույթ ունեցա այդ իշխանական այդ երկընտրանքներ, պետություն, թե հայրենիք եւ այլն բոլոր թեզերով ցավոք սրտի մամուլում վերնագիրը դառավ Վահագն Ալեքսանյանին ուղղված գլուխ պատովեց տալիս վերնագիրը, բայց շատ հանգամանալից է անդրադարձել, որովհետեւ այդ ցնորամիտ մտքերը, օրինակ պետության մեջ հայրենիքի սահմանափակման ու թեմը դնում ես աշխարհի շատ երկրներ, որոնց համար հայրենիքը շատ ավելի ընդարձակ է եւ չեն հրաժարվում է հայրենիքից, թեկուզ մշակութային առումով նույն հնդիկները քաշմիր հետ կապ, այդքան դա բան է, չգիտեմ, այսպիսի ուրացում քիչ ժողովուրդների մոտ է նվել, այսպիսի ուրացում քիչ ժողովուրդներ են ունեցել։ Պատճառը շատ ավելի խորքային է թերևս։ 20 թվականին բոլշևիկները երբ որ ապստամբում էին Հայաստանում, անկախ Հայաստանում, խոստանալով թուրքերի հետ էլի ախտերություն եւ այլն, միջազգային իմպերիալիզմի դեմ ապստամբություն, շատ էին էլի երիտասարդները, անցյալ չունեցող, նույն կամավորական շարժման չմասնակցած ու նաեւ ուսուցիչներ։ Այդ ժամանակվա կրթության նախարար Նիկոլ Աղբալյանը հետո ցավով գրում է, ասում է օցեր ծնեցինք մեր սրտի մեջ։ Լուկաս Ղուկասյանի հայտի պատմություն կա։ Մայիսյան այդ խռովության կազմակերպիչներից, որ ինքը դա կարում են, դրանից առաջ հայտնի է լինում, որ դրոյին զեկուցում է, որ նա ջայլ տղա է, դպրոցական, այդպես բոլշևիկյան գրականությունն է, կանչում է, մորն է կանչում, մոր ներկայացավ ապտակա տալիս, հիմա տղայից խելք սովորացրա։ Հետո դառնում է այդ մի տարի հետո Ղուկաս Ղուկասյան այդ ապստամբության խռովության կազմակերպիչ։ Ու մեկ էլ հիշում ես Հայաստանի վերջին տարիներին, այսպես ասեմ, քաղաքասարակության պայքարները, Էլեկտրիկ Երևան, Մաշտոց Բուրակ եւ այլն, որ կամարանքով են վերաբերվել շատերին, խորհուրդ են տվել, կարող է որ Գասպարյան Վովան գորար սթափեք եւ այլն, բայց լուրջ չեն վերաբերվել։ Հետո մեկ է տեսնում ես այդ բոլոր այն ժամանակվա շատ երիտասարդները հիմա մի քիչ մեծամիտ տոնով փող կապած ազգային ժողովում ու կառավարությունում բազմած են։ Ասոցիացիաները շատ են։ Պարոն Մանուկյան, հավանաբար երրորդվա խորհուրդներ պատճառը շատ չխոսեցինք այս մասին։ Իշխանությունների հրաժարական Փաշինյանը իրեն դնում է անելանելի վիճակի մեջ։ Ես գրեթե վստահ եմ, որ նա չի կարողանալու հաղթահարել այն, ինչ ինքը խոստացել է Ալիևին կամ Էրդողանին կամ մյուսներին, որովհետև դա ուղղակի հնարավոր չէ, եթե դու Հայաստանի ղեկավարն ես։ Այնուամենայնիվ Հայաստանում կսկսվեն process-ներ, որոնք կանխեն Փաշինյանին։ Ըստ ձեզ ինչ կարող է տեղի ունենալ։ Երեք Իշխանափոխության, այսպես ասեմ, ինչ տարբերակներ եք տեսնում։ Եվ հասարակության տրամադրությունը իմ համար ջերմաչափը իմ շփումն է։ Ահա։ Իսկ շփումը շատ ավելի շատ։ Ամեն վարքյան ինչ որ կայծ է պայթելու, որ սրբելու է տանի։ Նույնիսկ այստեղ դետոնատորը ընդդիմության քաղաքական որևէ ուժի չի լինելու։ Գիտեք, այս մի քանի տարվա այդ տրամադրությունը ահավոր է եւ ասեմ ձեզ,
այսպիսի ատելություն մենք 18 թվականին իշխանափոխության ժամանակ պետք է արձանագրենք, որ այո, հանրության դժգոհությունը իշխանության նկատմամբ ահռելի է, բայց այսպիսին չի, սա այլևս իշխանության նկատմամբ թշնամանք է եւ շատ հաճախ մարդկանց շուրթերից ոչ թե քննադատություն ես լսում, այլ ատելություն։ Հեք, այսպիսի բան, որ դրա ձենը չլսեմը համատարած է Հայաստանում։ Դրա ձենը չլսեմը համատարած է Հայաստանում։ Եվ նաև բնականաբար քաղաքական պայքար։ Ընդդիմության, դաշնակցության, Հայաստան խմբակցության, բոլոր ընդդիմադիր ուժերի քաղաքական պայքար ամենօրյա։ Եվ երբ որ շատ հաճախ քննադատություն եմ լսում, որ բնական է պետք է հնչի քննադատություն, քանի արդյունքը դեռ մեր հայրենակիցը չի տեսել, բայց այդ քննադատության հետ մեկտեղ հանուն արդարություն պետք է ասեմ, որ այդ քաղաքական պայքարի, անգամ խորհրդարանական քաղաքական պայքարի հետևանքն է նաև հասարակության տրամադրությունների փոփոխությունը, որտեղ այդպես մի օր չեն մարդիկ քնում զարթնում ելնում, այսինքն ինքը ամեն անգամ Փաշինյանին տրված հարցից հետո նրա այդ էքսցենտրիկ վիճակից մինչև նեղը դրված պատասխանը, մինչև փաստերի ներկայացումը իր դերակատարություն ունենում է։ Դա նրա քաղաքական թիմի պահվածք է, որ ամեն ինչ իր քիչ առաջացնում է ձեր ասած ատելություն։ Նաև պետք է ասել մի բան խորհրդարանում հիմա քաղաքական լավ մեծամասնությունը 72 հոգի, բայց մատերի վրա կարելի հաշվել ովքեր են այսպես առաջնագծում կուրտ ծեծում։ Եվ կամ եւս կարևոր բան, Փաշինյանի խոստումը կամ Ալիևի պահանջը սահմանադրության փոփոխության պետք է ամեն ինչ անել, որ չհասնենք այդ օրվան, որովհետեւ ինքնին անգամ հանրաքվեի փաստը դա ամոթ է մեր ժողովրդին, անգամ մեկ ձայն, որ այդ հանրաքվեով կողմ լինի սահմանադրության, ամոթ է մեր ժողովրդին, մեր ժողովուրդը օտար երկրի ղեկավարի պահանջով հրաժարվում է իր անկախության ծննդյան վկայականի, իր ցեղասպանության զոհերի հիշատակը հարգելու, խնկարկելու եւ աշխարհին պարտադրելու պայքարի։ Շնորհակալ եմ այդ հարցի համար, կհանդիպենք սիրելի բարեկամներ։